Հայաստանի կառավարության եւ հայոց եկեղեցու միջև հակամարտությունը բախում է ազգային գոյատևման երկու կոնցեպտների միջև։ Կառավարությունը փորձում է իրեն հնազանդեցնել վերջին ինստիտուտը, որի հեղինակությունը անհամեմատ ավելի մեծ է, քան իրենը։ Նրանք պնդում են, որ եկեղեցին միջամտել է քաղաքականությանը։ Զավեշտալին այն է, որ այն սահմանափակում չունի դա անելու սահմանադրության համաձայն։ Սահմանադրության 18-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցին որպես բացառիկ ինստիտուտ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում եւ ինքնության պահպանման գործում։ Այսքանը, ու ոչ մի սահմանափակում։ Ուրեմն եկեք հանենք դիմահարդարման շերտերը եւ տեսնենք եկեղեցու եւ կառավարության միջև առճակատման իրական պատճառը։ Առաջին շերտ՝ աշխարհիկ պետություն։ Եթե առանց ֆիլտրի, ապա ամեն ինչ մրցակցության մասին է։ Կառավարությունն ասում է, եկեղեցին առանձին է եւ դուրս է քաղաքականությունից։ Հնչում է քաղաքակիրթ, եվրոպական, բայց եկեղեցին միակ ինստիտուտն է, որ ունի գլոբալ ցանց եւ մոբիլիզացիոն ռեսուրս։ Կառավարության համար սա սպառնալիք է։ Խոսքը վերաբերում է նրան, թե ով է տան տերը։ Երկրորդ շերտ՝ վարկաբեկման մարտավարություն։ Կաթողիկոսին վարկաբեկել, զրկել անվտանգությունից, չեղարկել նրա արտոնությունները եւ սեփական լրատվամիջոցներով եւ ֆեյքերով հարձակումներ սկսել Էջմիածնի վրա։ Իշխանությունները պնդում են, որ պայքարում են ոչ թե եկեղեցու, այլ առանձին հոգևորականների դեմ։ Սակայն նպատակը հստակ է՝ բաժանել հովիվներին եւ հոտերին, եկեղեցուն աջակցելը դարձնել աջակցություն արատներին, հետեւաբար ոչ պոպուլյար երիտասարդների եւ այսպես կոչված առաջադեմ դասի համար։ Երրորդ շերտ՝ պայքար ինքնության կոդի համար։ Պետությունը ցանկանում է ներշնչել այն գաղափարը, որ հայ լինելը դա անձնագիր է եւ տարածք։ Իշխանությունը ուզում է, որ մենք մանկուրտի պես մոռանանք մեր անցյալն ու կորցնենք մեր պատմական հիշողությունը, քանի որ դա հակադրության մեջ է իրենց քարոզած իրական Հայաստանի գաղափարախոսության հետ։ Իսկ եկեղեցին այն կառույցն է, որը մեզ միշտ հիշեցնելու է, թե ով ենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Կորցնելով մեր պետականությունը ու հայկական թագավորությունները, եկեղեցին միակ ինստիտուտն է, որ պահպանել է մեր ժառանգականությունը, մեր օրեր հասցնելով վեհափառին, ով հայ առաքելական եկեղեցու 132-րդ կաթողիկոսն է, ինչպիսի անվիճելի փառահեղ պատմական խորհրդանիշ։ Եվ ինչ ունենք առանց դիմահարդարման։ Իշխանությունները չեն ցանկանում ոչնչացնել եկեղեցին, նրանք ցանկանում են այն ընտելացնել, ինչպես արել են մնացած ամեն ինչի հետ։ Դատարան, պարլամենտ, բժշկություն, կրթություն, բանակ, նա ցանկանում է այն դարձնել տոնակատարությունների գեղեցիկ ֆոն եւ ամենակարևորը համր, երբ կայացվում են ճակատագրական որոշումներ։ Սակայն եկեղեցու հեղինակությունը ոչնչացնելով կառավարությունը ոչնչացնում է հայ ժողովրդի ոգին, ծագումը եւ ինքնությունը, տեղը թողնելով հիասթափություն եւ կասկածներ, խեղված արժեքներ, անորոշություն ու դատարկություն, որը վաղ թե ուշ լցվելու է օտար գրիչներով գրված եւ մատուցված ֆեյք ճշմարտություններով, որոնց հետևանքները անդառնալի են լինելու։ Իդեպ, մենք կողմ ենք ուժեղ պետության, ու ի տարբերություն այսօրվա կառավարության հասկանում ենք, որ ուժեղ պետությունը չի կառուցվում ազգային ինստիտուտների ավերակների վրա։ Եկեղեցին Հայաստանի փափուկ ուժն է աշխարհում։ Մեկ կողմի հաղթանակը մյուսի նկատմամբ պարտություն է ամբողջ ազգի համար։ Քանզի, ինչպես ասում է Աստվածաշունչը, ինքն իր մեջ բաժանված թագավորությունը չի կարող կանգուն մնալ։